Դուք դիտում եք ապրենք առողջ հաղորդումը 21 TV եթերում բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր հյուրընկալել եմ Global Beauty Union հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Ավագյանին։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, Տաթև ջան, շնորհակալություն մեկ անգամ եւս հյուրընկալելու համար, ձեր տաղավար։ Դուք նորություններ ունեք, որոնց մենք ոչ միայն մենք սպասում ենք, այնպես որ լուսավորեք մեզ, թե ինչ է սպասվում կամ ինչ եք պատրաստել բոլոր beauty ոլորտի մասնագետների ու նաև հաճախորդների համար։ Այո, իհարկե, մենք վերջի շրջանում ահագին շատ աշխատանք ենք իրականացրել, որպեսզի ստեղծենք մի հարթակ, որը որ կհեշտացնի թե հաճախորդների, թե մասնագետների կյանքը, այսպես ասած, ստեղծել ենք գեղեցիկ կյանքը, իհարկե, ստեղծել ենք Global Beauty Union, GBU, հա, .am կայքը, որը պլատֆորմ է իրենից ներկայացնում, որտեղ կարող են ընտրել իրենց ցանկացած մասնագետին հաճախորդները եւ գրանցվել մասնագետի մոտ beauty ոլորտում, այսինքն կլինի դա վարսահարդարում, բարբերշոփ, կլինի դա մատնահարդարում, պերմանենտ, մերսումներ եւ այլն, ինչքան կա beauty ոլորտում կենտրոններ կամ աշխատակիցներ, մեր կայքում արդեն նրանք ներգրաված են լինելու եւ հաճախորդները կկարողանան շատ հեշտությամբ մեկ հպումով գտնել իր ուզած մասնագետին, գրանցվել իրենց ուզած ժամին եւ ստանալ հաղորդակցություն հաստատման մասին, որ գրանցվել եք տվյալ մասնագետի մոտ այս ժամին, այս հասցեում, այս գնով, այս պրոցեդուրայի համար։ Ես չեմ իմանում որևիցե մեկին, որ երբևիցե չի օգտվել գեղեցկության սրահի որևիցե մի ծառայությունից։ Ու գիտեմ ինչքան դժվար են գտնում իրենց մասնագետին, թե հարցուփորձ անելով, մեկը մտնում է Google, մեկը Yandex, գրում է ծառայության անունը, հա, գտնում է մասնագետին կամ կենտրոնը, հեռախոսահամարն է մի կերպ գտնում, զանգահարում է այդ մասնագետը պրոցեդուրայի մեջ, եթե չունի ընդունարանի աշխատող, հեսա մի րոպե, հեսա ձեզ հետ կզանգեմ մի 10 րոպեից, մի 30 րոպեից, մոռանում են զանգել, այդ ընթացքում այլ զանգեր են լինում, հետ չեն զանգում, նորից է զանգարում, այդ երևույթները արդեն բացառվելու են այս պարագայում, կամ մասնագետը աշխատում է, ինչքանով է գեղեցիկ, աշխատանքը թողնում է, հեռախոս զանգն է վերցնում, ընդունում ձեռնոցներն է հանում, զանգ ընդունում, բլոկնոտն է բացում։ Սպասարկողի համար էլ հաճելի չի։ Իհարկե, սպասարկողը տեսնում է այդ ամեն այդ քայլը, արդեն տհաճ երևույթ է, որ մազերը կտրում է, թողել է այդ ամեն ինչը ձեռնոցները կամ չգիտեմ, պրոցեդուրա անում որից է մի մերսում անում կամ հասկացանք, օրինակ ներարկում է անում, բոտեքս է անում, պերմանենտ է անում, սրանք շատ ավելի ձեռնոցները հանում է, բլոկնոտը բացում է, կեղտոտ տեղեր է կպնում ձեռքերով, վերջ բացում է բլոկնոտը, ժամերն է նայում, մի 5 րոպե զրուցում է, թե ինչ ժամ, ինչ պրոցեդուրա, արդյոք անհրաժեշտ է այդ պրոցեդուրան, թե ոչ, չգիտեմ, կոսմետոլոգիա է ուզում, արդյոք ինյեկցիան կարելի է այդ պահին, թե մեկ ամիս հետո նախորդ օրը խմել է, չի խմել, այլ խնդիրներ ունի, չի ունի, անտիբիոտիկ է օգտվում, նման տիպ լիքը հարցեր կան, որ ժամանակ է խլում եւ հաճախորդը տեսնում է այդ ամեն ինչը ու տհաճ երևույթ է։ Այս պարագայում այդ ամեն ինչը վերանում է։ Հաճախորդը ընդամենը մեկ հպումով մտնում է մասնագետի պրոֆեսիոնալ, մասնագիտական վեբկայքը, որտեղ կա իր աշխատանքների անվանումները նկարներով, իր գնացուցակը կա։ Անկետան բացվում ամբողջությամբ իր Այո, իր գնացուցակն է, իր գրանցման տեղերն է, իր նկարներն է, վիդեոներն է, վկայականներն է, իր մասին ռեզումեն է, իր մասին ինֆորմացիան է, հա, օդզիվներն են, ուրիշ այլ հաճախորդների թողած կոմենտարիաներն են։ Այդ ամեն ինչը տեսնելուց արդեն հասկանում է, որ կարելի է գրանցվել այս մասնագետի մոտ, թե ոչ։ Ու տեսնում է, քանի անձ են արդեն իսկ օգտվել այդ մասնագետից ու ովքեր են գոհ, ովքեր են դժգոհ, հա, մենք այդ ոչինչ չենք հեռացնում կայքից, ինչը կա, թողնում ենք մնա։ Որ հաճախորդները տեսնեն մասնագետը ով է ու մոտ կարելի է գրանցվել։ Ու այլ մասնագետը չի հանելու այդ ձեռնոց, այդ ամեն ինչը բլոկնոտ բացի գրանցվի։ Ընդամենը եթե այո, իհարկե, եթե դաժե հեռախոսը ընդունել է բարձրախոսով խոսում է, կարող ասի մտեք GBU.am, իմ անունը գրեք որոնման համակարգում, ինձ կբերի գտեք, մտեք ձեր ուզած ժամին գրանցվեք։ Եվ ինչի է հեշտացնում այս կայքը հաճախորդների կյանքը եւ մասնագետների։ Նախ որ գրանցվում են,
իրենց գալիս է հաղորդակցություն, որ դուք գրանցվել եք այսինչ մասնագետի մոտ, այսինչ գնով, այսինչ պրոցեդուրան, այսինչ հասցեով եւ հեռախոսահամարը մասնագետի, եթե ուզենան զանգեն ինչ-որ բան հարցնեն, հա։ Եվ այն Իսկ հետադարձ կապի հնարավորություն եւս կա։ Այո, իհարկե, պարտադիր։ Եվ այդ օրը պրոցեդուրայի օրը 2 ժամ առաջ հաճախորդին մասնագետի կողմից անունից գնում է նամակ, որ 2 ժամից ձեր պրոցեդուրան է, խնդրում ենք շուշանակ։ Եվ ամենակարևորը, ինչի շուրջ շատ ենք աշխատել, գիտակցելով, որ շատ պրոցեդուրաներ անհրաժեշտություն ունեն, այսպես ասած, կարեկցիայի, կրկնակի այցի, շտկման եւ այլն, ինչ որ ժամանակ հետո։ Ոմանց մոտ 10 օր հետո, ոմանց մոտ 1 ամիս, ոմանց մոտ 1 տարի հետո, հա, ցանկալի է, որ այդ հաճախորդներին հիշեցում գնա տվյալ կորեկցիան կամ կրկնակի այցի մասին։ Դա էլ ենք մտածել։ Եվ եթե օրինակ անում են պերմանենտ դիմահարդարում կամ վարսահարդարում, 1 ամիս հետո պերմանենտի վարսահարդարման դեպքում հնարավոր 2 ամիս հետո դա մասնագետներն են իհարկե ընտրում, որ պրոցեդուրայի ժամանակահատվածին ինչ հաղորդակցություն գնա, գնում է, որ հարգելի հաճախորդ, այսինչ մասնագետի մոտ տվյալ մասնագետի մոտ գրանցվել եք պրոցեդուրայի, այսինչ պրոցեդուրան ձեր կարեկցիայի ժամանակն է եկել, կարող եք նույն մասնագետի մոտ գրանցվել։ Ինչը շատ կարևոր է հիշեցումները։ Դա նաև կօգնի մասնագետներին, որովհետև դրանով կորուստ է գնում մասնագետների մոտ, որովհետև եթե չեն հիշեցնում իրենց հաճախորդներին, որ ձեր կարեկցիայի ժամանակն է, ձեր կրկնակի այցն է, նրանք շատ հաճախ գնում են այլ մասնագետի մոտ եւ գրանցվում են այլ պրոցեդուրաների։ Այս պարագայում իրենց հաճախորդները այլևս չեն կորի գնալ ուրիշ տեղ, կմնան իրենց հետ։ Հաճախորդի համար թե սա որքանով է հարմար եւ որքանով է հեշտացնում իր գեղեցիկ, այսպես ասած, կյանքը, գրեթե հասկացանք, իհարկե մեր բոլոր հեռուստատողներից ուզում ասել, որ այս մասին մենք առանձին նաև թողարկում ենք ունենալու ավելի մանրամասն հարցերով։ Հիմա ուզում նաև մասնագետների համար խոսել, որովհետև նմանատիպ կայքերի դեպքում միշտ լինում է այսպիսի մտավախություն, որ այն մասնագետներն, ովքեր շատ ավելի վաղ են գրանցվել, ավելի վաղ են արդեն այս պլատֆորմում ունեցել իրենց ուրույն տեղը, կարող են ավելի հետ լինել եւ հաճախորդը, որը ունի նախընտրելի մասնագետ, կարող է պարզապես բացել էջը եւ առաջին իսկ հանդիպած մասնագետին, ով ամենավերջում էր օրինակ գրանցվել, առաջին իր նկարը հանդիպի եւ արդեն իր մոտ գնան։ Այս հավասարության սկզբունքը ո՞նց եք կարողացել պահել։ Տեսեք, շատ ճիշտ հարց եք տալիս, նմանատիպ հարցեր մենք ինքներս մեզ ենք տվել շատ ժամանակ ու որ հավասարությունը ճիշտ պահպանվի։ Նախ եւ առաջ նշեմ, որ ռոնդոմ տարբերակով է բերելու կայքը մասնագետներին, ամեն ռեֆրեշ անելուց կայքը, հա, այսպես ասած, փոփոխվելու են մասնագետները։ Նաև մենք հաշվի ենք առել տարածաշրջանը։ Եթե մարդ բնակվում է որովհետեւ մի մարզում, բնականաբար չի բերելու ի սկզբանե Երևանի մասնագետներին, բերելու է այդ մարզին ամենամոտ իրեն գտնվող տվյալ մասնագետներին, դրանից հետո նոր արդեն մնացածին։ Բացի այդ, մենք չենք նախատեսում ամեն անգամ նույն մասնագետին, որ բերի առաջ։ Նախ մենք ունենք հասարակական կազմակերպություն, եթե այնտեղ ընդգրկված են հասարակական կազմակերպության մեջ, իրենց ավելի առաջ է բերելու բնականաբար, որտեղ կազմակերպության անդամներն ստուգված են մեր կողմից, նոր մնացածին ռոնդոմ տարբերակով բերելու է։ Նաև հասարակական կազմակերպության գրանցված անդամներին է ռոնդոմ տարբերակով բերելու, այսինքն պատահական սկզբունքով միշտ փոփոխվելու են մասնագետները, դա մեկ։ Երկրորդը բերելու է ըստ կոմենտարիաների հաճախորդների եւ այցերի քանակի։ Դա էլ ենք հաշվի առել, որ մեկի մոտ այցերի քանակը շատ է, բայց մյուսի մոտ լավ կոմենտարիաներն է շատ։ Դա էլ ենք հաշվի առել, որ այդտեղ էլ պահպանվի հավասարության սկզբունքը։ Այնպես որ չկա մեկին ավելի շատ ենք ընդունում, նա կլինի ավելի առաջ, թե ավելի հետ։ Կայքը ամբողջ աշխարհի համար է նախատեսված, չի նախատեսված մենակ Երևանի համար կամ մենակ ինչ-որ մի մարզի համար։ Այնպես որ այդ մանրուքները ամեն մի մանրակրկիտ ուսումնասիրություն են կատարել, որ հեշտացնեն կյանքը։ Ես ինքս այդ խնդիրների մեջով անցել եմ, ունեմ կենտրոն, այո, իհարկե, ունեմ կենտրոն, վեբ կայքը իմ կենտրոնի համար առանձին եմ պատրաստել, CRM համակարգ եմ դրել, հիմա շատերը օգտագործում են տարբեր CRM համակարգներ, երևի Altejon շատերին ծանոթ կլինի այդ գրանցման տարբերակ, նմանատիպ շատ կան, հա, Amo CRM, Bittrex եւ այլն, ով որ կարողացել է ավելի լավ համոզի մարդկանց, որ դա իրանց պետք է, իրականում դա օգնում է մարդկանց կյանքը հեշտացնում է, դա շատ լավ բան է։
բայց մենք դրա միջով էլ ենք անցել, որովհետև ունես առանձին վեբկայք, առանձին Instagram, առանձին Facebook, առանձին TikTok, մի հատ էլ առանձին մեկի նստացնում ես ընդունարան, չգիտի որ մեկը ինչ անի։ Այս պարագայում մարդ մտնում է Instagram, տեսնում է հազարավոր վիդեոներ, երեխեքի նկարներ, մասնագիտական նկարներ, խնդալու ռիլեր եւ այլն, բայց չի տեսնում կոնկրետ պրոցեդուրան, որը որ ուզում է։ 100 հատ պետք է ներքև թերթի, որ տեսնի իր ուզած պրոցեդուրան որն է։ Մյուս պարագայում մասնագիտական էջ է սա։ Արդեն տեսնում է կոնկրետ պրոցեդուրա, կոնկրետ գին, կոնկրետ ժամանակահատված ըստ պրոցեդուրայի ու հասցեները։ Մի մասնագետ կարող է տարբեր հասցեներով նաև դա ենք նկատի ունեցել, որ տարբեր հասցեներով կարող է լինել մի մասնագետ, այնպես որ կարող է նշել որ հասցեում որ օրերում է աշխատում, որ ժամերին, ինչ պրոցեդուրաներ է անում որ հասցեով եւ որում չի անում այդ պրոցեդուրաները, որ պրոցեդուրան քանի րոպե է տևում, այդ ամեն ինչը մանրակրկիտ ուսումնասիրություններ են կատարել ու այնպես ենք արել, որ հեշտանա կյանքը իմ փորձից ելնելով, որ չունենամ 7 հատ վճարման համակարգեր, 7 տեղ չվճարեմ ու ստանամ մեկ բան, ընդամենը մեկ տեղ, մեկ հարթակում ունենում եմ իմ պրոֆեսիոնալ վեբկայքը, իմ CRM համակարգը, գրանցման տարբերակները ու ամեն ինչ մեկ տեղում է ռոբոտացված, աշխատում է AI համակարգը մեզ մոտ, ռոբոտացված այդ ամեն ինչը ամբողջ աշխարհի լեզուներով թարգմանում է կայքը։ Լուրջ է, չէ՞, ես օրինակ մտածում եմ որպես հաճախորդ եմ իհարկե նայում, այստեղ մի կրակոցով մի քանի նապաստակի նաև սկզբունքն է, հա։ Այսինքն մենք լավ գիտենք, չէ, որ նմանատիպ ծառայություններից օգտվելը այնպես չի որ անվճար է եւ որոշակի ծախսեր, որոշակի ներդրումներ է պահանջում։ Եվ մյուս կողմից էլ մենք հասկանում ենք, որ սա ամեն մեկը որ չի կարող իրեն թույլ տալ։ Դա նշանակում է, եթե միշտ չի որ այսպես է, բայց գոնե հաճախորդն այսպես է մտածում։ Ես երկու կողմից եմ, հա, նայում։ Հասկանում եմ, որ միշտ չի այդպես, բայց հաճախորդը մտածում է, որ եթե այդ մասնագետը այնքան կայացած է, այնքան մեծ պահանջարկ ունի, այնքան մեծ լսարան եւ հաճախորդներ ունի, որ կարող է իրեն թույլ տալ, մի տեսակ նաև վստահության մակարդակը, ստատուսի մակարդակն է բարձրացվում, հա, եւ ուրիշ բան է, երբ մասնագետը պարզապես օրինակ այս կամ այն հարթակում գովազդով է իր մասին տեղեկացնում, ուրիշ բան է, որ ինքը ասում է, որ գիտեք, ես այսպիսի հարթակում ունեմ հասանելիություն, դուք կարող եք այստեղ ծանոթանալ իմ բոլոր աշխատանքներին, իմ մասին կարծիքներին եւ այլն, այս մի քիչ նաև հոգեբանական հարց է լուծում։ Տեսեք, շատ ճիշտ նկատառում կատարեցիք գովազդներով, կայքերով, հիմա շատերը Instagram-ից են օգտվում եւ այնտեղ են գովազդում, հա, վճարում են գովազդի համար, ծախս են իրականացնում եւ պրոցեդուրաներից այդ ծախսը հետ են վերադարձում։ Մենք այս կայքի միջոցով իրենց նաեւ տրամադրում ենք հաճախորդներ։ Ամենակարևորը որ այլևս հաճախորդի պահանջարկ չեն ունենա եւ այդքան ծախսերի մեջով չեն անցնի։ Այս պարագայում ունենում են մի վեբկայք, որ իրանց տրամադրում է նաեւ այդ պլատֆորման, որովհետեւ կարող են գրանցվել եւ ստանալ այդ ինֆորմացիաները, նաեւ տրամադրում է հաճախորդներ ինչպես։ Բացի այն, որ վեբկայքը ամեն հարթակում իրազեկվելու է վեբկայքի մասին, բոլորը տեղեկանալու են այդ մասին, բացի այդ նաեւ տեսեք հիմա ունենք տարբեր վարսահարդարման մասնագետներ, ոտնահարդարման, մանիկյուր, հա, չգիտեմ, ասենք կոսմետոլոգիա եւ այլն, տարբեր ոլորտներում։ Հիմա մարդ, որ գրանցվում է վարսահարդարի մոտ, նա չի ուզում միայն վարսահարդար։ 10 օր հետո ուզելու է նաեւ, ասենք, այլ պրոցեդուրա։ Հիշելու է կայքի մասին, մտնելու է, որոնելու է մասնագետին։ Մասնագետի էջը հարմար էր, շատ ավելի արագ է։ Իհարկե, մասնագետի էջը ինչքան գեղեցիկ կազմված լինի, իր նկարներով, իր օձիվներով, իր գնացուցակով եւ այլն, ինչքան մոտ լինի, հարմար լինի եւ այլն, գրանցվելու է իր մոտ։ Պարզապես մի օրինակ, երբ որ մենք գնում ենք սուպերմարկետ, մի բան վերցնելու, մի ջուր, մի հաց, մի բան վերցնելու։ Երբեք այդ մեկով դուրս չեն գալիս, իհարկե։ Ես չեմ ճանաչում նման։ Զամբյուղի մեջ ամեն ինչ լցնում ենք, դաժե ոչ պիտանի բաները, որ աչքը տեսել է ուզում է։ Հիմա նույնը այստեղ է կատարվում։ Տեսեք, 100 հազարավոր մարդիկ են մտնելու վեբկայք իրենց մասնագետների մոտ թեկուզ գրանցվելու համար։ Միևնույն ժամանակ իրենք նայելու են այլ մասնագետների աշխատանքներ, այլ պրոցեդուրաներ եւս։ Մեկը մանիկյուր է ուզում, բայց նաեւ ուզում է պերմանենտ դիմարդարում անի, թարթիչի լիցք անի, մերսում է ուզում, վարսահարդարում։ Դա համընկավ մի սրահում լրիվ։ Այո, իհարկե, մենք նաեւ իդեպ առանձնացրել ենք մասնագիտական մասնագետի էջը եւ սրահի էջը։ Կա կազմակերպություններն առանձին եւ կա մասնագետներն առանձին։ Այսինքն կարող են գրանցվել կայքում ինչպես մասնագետները առանձին, այնպես էլ կազմակերպությունները իր մասնագետներով առանձին։
Կազմակերպությունը կարող է ստանալ հիշեցումները եւ գրանցման բոլոր ինֆորմացիան մի հարթակում, մի տեղում, այսինքն մի հեռախոսահամարի վրա։ Մեզ մոտ ակտիվանում է Telegram կանալը, այնտեղով ստանում են իրենց հաղորդակցությունները, նաև կայքեջում կարող են տեսնել ամբողջ իրենց գրանցման բազաները, ով է գրանցվել, ինչ պրոցեդուրա, երբ, որ ժամին, ինչ գնով։ Այդ բազան կարող են արտատպել, հանել եւ օգտվել, դա իրենց բազան է։ Այսինքն 1 տարի հետո 10 տարի հետո ուզենան այդ բազայից օգտվեն, օրինակ ուզենան իրենց հաճախորդներին ուղարկել մի ինֆորմացիա, որ այս պրոցեդուրան մեզ մոտ նոր է ի հայտ եկել, կարող եք օգտվել։ Կամ ինչ որ ակցիա ունենք, կամ ինչ որ մի նորություն, հա, կամ պարզապես շնորհավորել մարտի 8 Կամ հիշեցնել իրենց մասին։ Այո, կարող են մի հպումով բոլորին ուղարկել, բոլոր իրենց հաճախորդներին կամ առանձին մասնաբաժիններով ուղարկել, օրինակ ունեն վարսարդար, մանիկյուր եւ այլն, ուզում են միայն մանիկյուր անող պրոցեդուրա ուզեցող մարդկանց ուղարկեն, հա, կարող են մի հպումով իրենց ուղարկել այն ինֆորմացիան, որը իրենց անհրաժեշտ է։ Այս վեբկայք, այս պլատֆորման եւ մասնագետների կյանքն է հեշտացնում եւ հաճախորդների։ Հաճախորդը չի մտնելու էլ Google փնտրի իր մասնագետին անուն ազգանուն գրի, իսկ մասնագետը երբ որ զանգում են, էլ չի ասելու, այս համարով զանգի 5 րոպեից 10 րոպեից, ասելու է GBU.am անունս գրի, գրանցվի ժամին, որ ուզում ես։ Հաճախորդը գրանցվել է մասնագետի մոտ, բայց մասնագետը հրատապ գործ ունի, այս հարթակում կարող է մասնագետը մտնել, ժամը փոխել, օրը փոխել կամ զանգել տեղեկացնել, օրը փոխել, հենց ինքը իր հարթակում հնարավորություն ունի փոփոխելու։ Նաև հնարավորություն ունի նախապես հարթակում տեղադրել, որ այս օրերին չեմ աշխատելու։ Այդ հնարավորությունն է տրամադրել։ Քանի որ մենք հարցեր շատ ունենք եւ մասնագետների տեսանկյունից եւ հաճախորդների տեսանկյունից, հետեւաբար մենք եւս 2 թողարկում կառանձնացնենք եւ հաճախորդների համար եւ մասնագետների համար, այնպես որ առաջարկում ենք բաց թողնել այս թողարկումները եւս։ Իսկ այսօրվա համար ուզում եմ ասել, որ հենց այսքանն ենք նախատեսել։ Շնորհակալ եմ շատ մասնակցության համար։ Սելերուսատողներ հիշեցնեմ, որ զրուցակիցս Global Beauty Union հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Ավագյանն էր։ Կհանդիպենք մյուս շաբաթ, ցտեսություն։